երրորդ տարին է անցկացվում ամենամյա ամփոփիչ գիտաժողովը։ Ուղերձը շատ հստակ է, նախ ներքին հաղորդակցության տեսանկյունից է շատ կարևոր, որովհետև գիտության տարբեր ճյուղերը եւ տարբեր դիսցիպլինների ներկայացուցիչները միմյանց հետ հաղորդակցվելու եւ միմյանց գիտական հետաքրքրությունները կիսելու պահանջն են բավարարում։ Մեր ներքին խնդիրները քննարկելով, դիտարկելով եւ ընդհանուր լուծումները գտնելով փորձում ենք ամբողջ հասարակության ուշադրությունը կենտրոնացնել գիտության վրա եւ ժամանակակից աշխարհում հասարակության ուշադրությունը գիտության վրա կենտրոնացնելու կարիքը առավել քան կա, որովհետև գիտությունը հեշտ ոլորտ չէ եւ դրա շնորհիվ է որ գիտությամբ զբաղվում են ընտրյալները կամ առանձնաշնորհյալները։ Ես միշտ ասում եմ հասարակությունը ինչով որ կերակրում եք դրանով էլ սնվում է եւ պարզվում է որ հասարակությունը ֆաստ ֆուդային ինֆորմացիայից բացի կարիք ունի հիմնավորված ապացուցված գիտելիքի։ Երևան պետական համալսարանը հասարակության մի բջիջ է եւ ըստ էության հասարակության բոլոր խնդիրները իրենց լավ եւ վատ արտացոլանքը գտնվում են նաեւ Երևանի պետական համալսարանում, բայց գիտության վիճակի տեսանկյունից կարող եմ ասել, որ ամենամեծ գիտական կտորը հայաստանյան բուհերի մեջ Երևանի պետական համալսարանն է։ Դա պայմանավորված է ոչ միայն ռեսուրսներով, այլ այն 107 տարվա ավանդույթներով, որ Երևանի պետական համալսարանը ունի, եւ սա ոչ թե որ ես ԵՊՀ-ական եմ եւ այդ տեսակետի կողմնակից եմ, գոյություն ունի վիճակագրություն, դրա մասին խոսում են թվերը եւ Պարսագույն կրթության գիտության կոմիտեի կողմից հովանավորվող դրամաշնորհների 33-ից 40%-ը Երևանի պետական համալսարանի գիտական ներուժի շնորհիվ են կատարածվում։ Գիտական ձեռքբերումները շատ են, բայց կարծում եմ ամենամեծ գիտական ձեռքբերումը միջազգային գիտաչափական շտեմարաններում ընդգրկված ամսագիր ունենալն էր, որը որքան էլ հիմա տեսեք մենք խոսում ենք գիտության մեծ կտորի մասին, բայց միշտ մեզ հակափաստարկ էին բերում, ասելով, որ եթե այդքան մեծ գիտական կտոր ունեք, այդքան մեծ հրապարակումների քանակ ունեք, ինչի միջազգային ամսագիր չունեք, եւ փառք Աստծո Երևանի պետական համալսարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար հետևողական պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մենք այսօր կարող ենք ասել, որ ունենք այդ ամսագիրը եւ ունենք ինդեքսավորված, վերջերս ինդեքսավորվեց եւ երրորդ քառորդում է գտնվում այդ ամսագիրը։ Ինչպես ԵՊՀ գիտության, այնպես էլ առհասարակ գիտության ամենամեծ մարտահրավերը ես կարծում եմ, որ դա այն է, որ պետք է երիտասարդների համար գիտությունը դառնա հրապուրիչ, դու այնքան գումար ունես, ինչքան խելք ունես, այսինքն մենք պետք է խոսանք նաև գիտության առևտրայնացման մասին, եւ երբ որ գիտությունը այդ առևտրայնացման հարցը լուծում է եւ տարբեր մասնավոր ոլորտի կամ աշխատաշուկայի խնդիրները, որոնք դրվում են գիտության առաջ եւ ստանում են պատշաճ հիմնավորումներ, դրանով հանդերձ նաև գիտությունը դառնում է գրավիչ երիտասարդների համար։ Դա առհասարակ ամբողջ աշխարհի խնդիրն է, որովհետև գիտությունը իշխանության ամենաազդեցիկ ձևերից է գիտական իշխանությունը, որտեղ ներդրումները երկարատև են, իսկ արդյունքները ուշ տեսանելի։